1720 տարիներ առաջ Արարատյան Տաշտավայրի բաժամիջոց հանդիսացող խոր վիրաբի խավարեն Մահաբարդ Գրիգոր Բարթևի միջոցով աստվածային լույսը ջարակայտեցավ։ Ջարակայտը, որ հիմնովին փոխեց հայոց պատմության ընթացքը։ Շրջադարձային 301 թվականը հայուն նոր դիմակից և նոր որակ հաղորդեց։ Այս տարի, երբ կնշենք հայոց քրիստոնեացման 1720-րդ ամյակը, փորձենք գնահատել այդ մեծ իրադարձության արժանիքները, որոնց շնորհիվ ուրվագծվեցավ հայկական ընդհանուր մտածելակերպը։ Կարևորագույն բարիքը եղավ այն, որ երկու գերտերություններու Պարսկաստանի և Բյուզանդիոնի լուծի միջև խարխափող հայը, ձևազատվելով վերոնշյալ երկիրներու գաբանքներեն, գտավ ինքզինք և Գրիգոր Լուսավորչի ուղիով խոյացավ դեպի ճշմարիտ լույսը և հետևաբար դեպի Աստված։ Այնուհետև արարեց սեփական գիրը, որ կմիտեր քրիստոնեական հավատքը առավել ամրապնդելով կայացնելը։ Գրիգոր Լուսավորչի դոհմին վերջին ներկայացուցիչ Սուրբ Սահակ Բարթև հայրապետը երանելի Մաշտոցն ու թարգմանչած երախտավորները թարգմանեցին և դարաձեցին Սուրբ Ավետարանը։ Այսպիսով աստվածային լույսը սփռեցին Հայաստան աշխարհի 4 ծագերուն մեջ, հորինեցին ինքնուրույն երկեր ևս, որոնց մեր կարևորագույնը հայոց պատմության շարադրությունը։ Վիթխարի այս շարժման շնորհիվ ստեղծվեցավ հայոց ոսկե տարը, որ իրավի իր դրոշը դրավ հայկական մտածելակերպի ստեղծման առումով։ Իսկ Գրիգոր Լուսավորչի շարավիրներեն Սահականուշի որդի Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հանուն հավատի համազգային պատերազմ մղեցինք Պարսից դեմ, ապացուցելով, որ հայ ժողովուրդը իր բոլոր խավերով պատրաստ էր Գրիգոր Լուսավորչի ցերամբ ընդունած հավատին սիրույն արյան մինչև վերջին շիտը հեղուլ։ Գրիգոր Լուսավորչի արմատացված հավատքին լավագույն դրսևորումը 10-րդ դարուն ժայթքեցավ Սուրբ Գրիգոր Նարեգացիի միջոցով։ Ան իր քրիստոնեավայել վարքով և ստեղծած աղոթամատյանով 2015-ին Հռոմի Ֆրանցիսկոս քահանայապետի կողմէ արժանացավ Եզերական եկեղեցվո վարդապետի կոչման և 2021-ին միևնույն բաբը փետրվարի 27-ին Սուրբ Գրիգոր Նարեգացիի նվիրված օր հռչակեց։ Գրիգոր Լուսավորչի սերմանած քրիստոնեական հավատքի սերմերը 10-րդ դարուն ձլարձակելով դարձյալ ծաղկեցավ ծաղկման արկասիկը հանդիսանալով հայկական վերածնունդը, ուր մշակույթը իր բովանդակ իմաստով հասավ լրումին։ Գրականությունը, նկարչությունը, ջարդարապետությունը, եկեղեցիներ, վանքեր, վանական համալիրներ, որոնք միջնադարյան համալսարաններ էին նաև, ծաղկողներ, ընդօրինակելով ավետարանը և լուսանցազարդելով ընթերցողին այս բարակային հավատացյալին հասուն կդարձնեին։ Այստեղ կպատրաստվեին աբակա հոգևորականները, որոնք Գրիգոր Լուսավորչի ճահագիրներն եղան։ Իսկ վերջին ժամանակներում հայոց քրիստոնեացման 1700 ամյակի առթիվ 2005 թվականին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի գողքի շրջապատի մեջ կանգնեցվեցավ հայոց Լուսավորչի հսկա գոթողը,
որը լուր վգան դարձավ հայոց դարավոր հավատքին։ Ապա հրաբարակն ամբողջությամբ նվիրվեցավ հայոց լուսավորչի անվանը։ Վերոհիշյալ ցերկբերումները իրագործեցինք Գրիգոր լուսավորչի շնորհիվ։ Ճիշտ է, որ որպես քրիստոնյա երկիր դարեր շարունակ հալածվեցանք, գեղեցվեցանք, ոտնահարվեցանք, սակայն շնորհիվ Գրիգոր լուսավորչի բարեփոխությանը եւ օրնանքին հաղթահարեցինք դարերու լի փորձությունները եւ իզուր չէ, որ հայ եկեղեցու հայրերը հայոց տոնացույցի մեջ 3 դոներ նվիրած են հայոց լուսավորչին՝ մուտնի վիրապ, ելնի վիրապ եւ քյութ նշխարած, որը դոներեն ելնի վիրապը կնշենք այսօր։